Բարև ձեզ, բարի գալուս Java Online դասընթաց։ Այս դասընթացի մենք ինստոլ կանենք Java-ային բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են Java դասընթացը սկսելու համար և կգրենք մեր առաջին կոդը, կգրենք մեր առաջին Java ծրագիրը։ Նախ կարճ Java-ի մասին, Java-ն ստեղծվել է 1991 թվականին Ջեյմս Ջոսին կողմից Sun Microsystems-ի կամպանիայում 1991 թվականին սկզբում այն անվանվում էր OAK 1995 թվականին այն նոր նրա անունը դարձավ Java։ Java-ն շատ հնուց եկած ծրագրավորման լեզու է և շատ անվտանգ լեզու է։ Այն գրեվել է շատ մեծ կամպանիաների կողմից, որոնցից են Google-ը, eBay-ը, Minecraft-ի մոտ 100% գրված է Java-ով, Netflix-ը, Netflix-ի 80%, 90% գրված է Java-ով և այլն։ Java-ով գրվում են վիդեո խաղեր, desktop application, Android application, desktop-ը օրինակ լավ օրինակ է List.gtm-ը։ List.gtm-ի սերվեր կարող է գրված լինել Java-ով, backend կարող է գրված լինել Java-ով։ Մենք այսօր ինստոլ կանենք IntelliJ, գրում ենք download IntelliJ IDEA, JetBrains։ Հետո ինստոլ կանենք JTK-ը։ Ում օպերացիոն համակարգ Windows-ը Windows, macOS, հիմա Windows ես ինստոլ կանեմ։ Մինչև ինստոլը ավարտի, ես նախ կխոսամ ինչ է ծրագրավորման լեզուն։ Ենթադրենք սա իմ կոմպյուտերն է։ Այն ժամանակ, երբ որ նոր էր համակարգիչներ ստեղծել, մարդիկ համակարգչի հետ կարող էին շփվել մենակ զրոներ ու մեկերով։ Զրոերով ու մեկերով կոդ էին գրում խաղը, համակարգիչը մենակ զրո ու մեկեր էր հասկանում, բայց սա շատ դժվար էր։ Մաթը Մարդ համակարգչի հետ կարող էր շփվել մենակ զրոներ ու մեկերով, բայց հետո օգնության եկավ OS-ը։ OS-ը կարող լինի Windows, Linux, macOS ամենահայտնի OS-ները։ Այդ ժամանակ արդեն OS-ը գտնվում էր այստեղ և մարդը կարող էր սովորական ծրագիր գրել և այդ OS-ն էր թարգմանում զրոյների և մեկերի։ Ենթադրենք իմ OS-ը Windows է։ Գրեմ OS, Windows։
Իսկ ինչ խնդիր է լուծում Java-ն։ Վերջացրինք։ Այս ենթադրենք այն ժամանակ կային շատ OS-ներ, օրինակ այս OS Windows, այս մեկը այս մեկը Linux-ը, մի OS ունենք macOS։ Ինչ որ Java է ստեղծում, երբ որ ծրագրավորման ինչ-որ լեզվով ուզում ենք կոդ գրենք, օրինակ Windows-ի համար, այդ նույն կոդից պետք է գրենք նաև Linux-ի համար, նաև macOS-ի համար։ Իսկ երբ որ Java-ն ստեղծվեց, ինքը ուներ JVM։ JVM-ը գտնվում էր մեր համակարգչի ներսում, օրինակ այս JVM։ JVM-ը թույլ էր տալիս ստորագրես JVM։ Ինչ կշարունակենք, նայենք install-ը ավարտեց, թե ոչ, ավարտել է։ Yes, next։ Բոլոր սխում ենք next։ Իսկ ո՞նց է աշխատում Java-ի տակից։ Ես ունենում եմ get Java ինչ-որ class, get Java file։ Ես ունենում եմ get Java file, get Java file։ Մի ինչ-որ process-ի արդյունքում ստանում ենք get class, get class։ Այդ process-ի կանվանենք compile։ Այդ process կանվանենք compile։ Ուրեմն ես ինչ եմ անում, ես Java-C եմ անում, սա այստեղ գրենք Java-C։ Java-C եմ անում, իմ կոդը, Java-ական կոդը թարգմանվում է byte կոդի։ Get Java-ն դառնում է get class, get class-ը byte կոդն է։ JVM-ը ունենալով byte կոդը կարողանում է byte կոդը թարգմանել մեքենայական կոդի։ Ուրեմն ես դեսքթոփի վրա ունենում եմ նույն գործողություն անենք այստեղ get Java file,
օրինագրենք main կամ test get Java test Java գնանք cmd սկսում ենք cmd cmd-ն ասում է ինքը որտեղ ասում է որ C դիսկի users պապկի Asus պապկում է ինքը գտնվում է այստեղ C դիսկի users պապկի Asus-ի մեջ ինքը այստեղ է եթե ուզում ենք այս բոլորը պապկեք տենանք գրում ենք div Ինչքան գրում ենք div այս բոլորը պապկաները directory-ները այստեղ են Եթե ուզում եմ այս directory-ից գնամ օրինակ OneDrive, գրում եմ cd OneDrive, gնում եմ OneDrive, դիրնորից գրեմ, կբերի այս բոլոր directory-ները OneDrive, այստեղից էլ գնում եմ desktop, cd d ու tab, գնում է desktop, գտնվում ենք այստեղ test Java-ն կա, այս է test Java Ուրեմն նույն գործողությունները, որը անում էինք այստեղ, այսինքն Java-C եմ անում, որպեսզի իմ get Java-ն դառնա get class, այսինքն թարգմանվի bytecode-ի, նույնը անում եմ այստեղ գրում եմ Java ավելի ճիշտ է մի Java code այստեղ ուշադրություն մի դարձեք ինչ եմ անում այսքանը ջնջենք save Սա Java-ական կոդ է, որ հիմա կարող աշխատացնենք mvm command prompt Ուրեմն գրում ենք Java-C test get Java Ինչ է ասում Հավայ, այստեղ պետք է test get Java image as main-ը լինի test Java-C test get Java Այստեղ նույնպես ավելանում է test get class value, սա bytecode է չենք կարող տեսնել մենք Սա bytecode-ն է հիմա եթե ուզում ենք կարդանք թե bytecode-ը ինչ է գրված այսինքն մեր ծրագիր կարդան գրում ենք Java test class-ի մենակ class-ի անունը կբերի hello world տեսնենք որ այստեղ նույնպես գրված է hello world hello world Եթե այստեղ փոխենք գրենք օրինակ բարև Java-C test get class test get կներեք Java test կբերի բարև
Սա այդքան այս ծրագրավորման հետ կապված չէ, բայց ամեն դեպքում իմանանք։ Ենթադրենք ուզում ենք այստեղ ստեղծել մի հատ folder, նույն ձևով կարող ենք cmd ներսից գրել mkdir fold name եւ այստեղ կստեղծի fold name։ Այս նույն գործողությունը հեշտ կարող եմ կատարել նաև IntelliJ-ով։ Եթե քաշերը ձեր IntelliJ-ը միացնում ենք, եթե IntelliJ քաշեց, միացնենք, այստեղ տանք անունը գրենք օրինակ med class-ի անուն գրենք main, նույն գործողությունը ինչ այնտեղ ենք գրում, այնտեղ նույնպես գրած է public class main, test եւ Java public class test, այնտեղ այստեղ test։ Այստեղ այս նույնը նույնպես գրում ենք։ Գրած է public static void main։ Այստեղ սխմում ենք run test main։ Բարև։ Տեսեք, տպեց բարև։ Ենթադրենք, նայեք, տեսեք, այս public static void main-ի փոխարեն եթե գրում եմ մենակ նրանց առաջին տառերը, public static void main ու enter եմ սխում միանգամից բերում է։ Կամ system get print get out get print get ln փոխարեն միանգամից գրում եմ cout բարև։ Այս ռանի տակից նորից կես test get Java-ն սարքում եմ test get class գտնում է south բակում test get class, սա bytecode-ն է արդեն, get class-ը bytecode-ն է, ենթադրենք բարև ձեզ, նոր տողից է տպում է նոր տողից, բարև ձեզ, եթե չեմ ուզում նոր տողից տպի, այս ln-ը հանում եմ, print ln, այսքան ջնջում եմ, բարև ձեզ, իսկ եթե ուզում եմ բարև ձեզ, նույն տողումից եթե ուզում եմ անցնի նոր տող /n
Կամ այստեղ կարող ենք հենց բարի մեջտեղը ինքը երբ selection-ը տեսնում է, անցնում է նոր տող։ Մենք իմացանք, թե ինչ է GVM-ը, բայց չիմացանք, թե ինչ է օրինակ JDK-ն և GRD-ն։ Սա մեր GVM-ն է, սա GRD-ն, իսկ սա JDK-ն։ Սրանք շատ կարևոր որպեսզի հիշենք։ Ուրեմն GVM-ը byte կոդը թարգմանողն է մեքենայական կոդի, GRD-ն հավասար է GVM պլյուս այն բոլոր գրադարանները, որոնք նախատեսված են կոդը աշխատացնելու համար, JDK-ն հավասար է GRD պլյուս այն բոլոր գրադարանները, որոնք նախատեսված են կոդը գրելու համար, կոդ գրողը դա JDK-ն է։ Այսօրվա համար այսքանը, շնորհակալություն, հաջողություն։